Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել Հովհանավանքում պատարագին ընդառաջ, նշելով, որ պատարագի ընթացքում սադրիչ գործողությունների եւ բախումների մտավախություն ունեն։ Մեջբերում, քանի որ մեզ համար կարեւոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից եւ տհաճ միջադեպերից խուսափելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարփի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհանավանք նախապես հայտարարված ուխտագնացություն ուխտերթի փոխարեն Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Կարփի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ասված է Արագածոտնի թեմի հայտարարությունում։ Տոնի առթիվ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Կարփի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Վերջին օրերին Հայաստանում բենզինի գներն էականորեն իջել են, ինչը վարորդների համար մի կողմից լավ, մյուս կողմից մտահոգիչ լուր է։ Թեև վարորդների շրջանում մեծ մասը կարծում է, որ գնանկման պատճառը Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի խմբաքանակներն են, գների էական փոփոխություն է եղել նաև երկրում գործող շատ այլ բենզալցակայաններում, որոնք հրաժարվել են ադրբեջանական բենզին վաճառելուց։ Օրերս իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ցածր գնով ադրբեջանական բենզինի ներմուծումը կստիպի մնացած բենզալցակայաններին իջեցնել բենզինի գները։ Պետք է արձանագրել նաև, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում, քաջալերում են այն ընկերությունները եւ շրջանակները, ովքեր նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել եւ նրանք հիմա պարզապես ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից դուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի եւ վերջնականապես վերանալու են։ Ադրբեջանից ներմուծվող բենզինի խմբաքանակն ուղարկվել է երկու լցակայաններ՝ Ranol եւ Shisha World SP։ Չնայած բազմաթիվ բողոքների եւ քաղաքացիների կողմից ադրբեջանական բենզին չգնելու հորդորներին, կարծես այն ավելի մեծ վաճառք ունի շուկայականից զգալիորեն ցածր գին ունենալու պատճառով։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանի խոսքով, բացի երկու նշված լցակայաններից ուրիշ ոչ մի ընկերություն վաճառքի առաջարկով հանդես չի եկել, չնայած ներմուծման հնարավորություններին։ Մենք կոմունիկացվել ենք իրար եւ իրանցից որևէ մեկը ասել է մենք բողոք չունենք։ Եթե ունենք, ասեն։ Հիմա կարող եք ասել, բայց կարող է վախենան բողոքեն, վայ բա ոնց ասում, բայց մինչեւ դա ցորեն էին բերել։ Գիտեն չէ՞ որ արդեն Ադրբեջանի տարածքային հարաբերություններ են սկսել։ Մեկ ասել ես գնամ բենզին բերեմ, ասել ենք չէ։ Կամ ուզել է, մեկից դու կազդակ ստացել եք, օրինակ չգիտեմ, CPS, Flash, Max, Shell, որևէ մեկը ասել է մենք ուզում ենք բերենք, մեզ չեն թողում, ձեռները բռնել են, բայց ինչի՞ կառավարություն չթողի։ Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել էր տեղեկությունը, որ հունվարի 7-ին Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ է ուղարկելու Հայաստան։ Սոցցանցի իր էջում տարածած տեսանյութում Պապոյանը եւս նշել էր, որ սպառողնիկն է ընտրում, որ բենզալցակայանից օգտվել եւ որ բենզինի տեսակից։ Ադրբեջանից եկած բենզինը ըստ էության վաճառվելու է, դա պրեմիում բենզին է, 430 դրամ, իսկ այդպիսի բենզինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել դրա գինը, այսինքն մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է եւ իհարկե նաեւ տեսա, որ որոշ քաղաքացիներ նշում են, որ իրենք չեն պատրաստվում գնել այդ բենզինը եւ այլն։ Շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Տավուշի մարզի այրում կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը 1218 տոննա A95 տեսակի բենզինով։ ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի քաղաքացիների համար։ Ցուցակում ընդգրկվել են նաև Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Պատճառը վերջին շրջանում տարբեր երկրներից ներգաղթյալների մասնակցությամբ ահաբեկչական գործողություններն են եւ Իրանում կատարվող վերջին իրադարձությունները։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Բիգոտը հայտարարել է մեջբերում կօգտագործեն իրենց լիազորությունները, որպեսզի արգելեն այն ներգաղթյալների մուտքը, որոնք կարող են բեռ դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օրեր շարունակ բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց մահապատժի ենթարկելու որևէ ծրագիր չունեն։ Նա հերքել է ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցների տածած տեղեկությունը, թե երկրում ցույցերի ժամանակ սպանվել է 2500-ից մինչև 12000 ցուցարար, նշելով, որ զոհերի թիվը մի քանի 100 է։ Արաղչին կրկնել է, որ ակցիաներն իրականացրել են դրսից եկած ահաբեկչական խմբերը, որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների եւ իրավապահների վրա։ Նախարարի խոսքով այդ ահաբեկիչների նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Նա հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են երկրում ստեղծված իրավիճակին։